Երկրի վրա մայրամուտն ասոցացվում է կարմիր, նարնջագույն և ոսկեգույն երանգների հետ։ Մարսի վրա, սակայն, սովորական պատկերը փոխվում է, քանի դեռ արեգակն իջնում է հորիզոնից ցած, նրա շուրջը գտնվող տարածությունը ձեռք է բերում կապտավուն երանգ։ Պատճառը մարսյան փոշին է։ Հենց այն է միաժամանակ մոլորակը ներկում կարմիր գույնով և ստեղծում արտասովոր մայրամուտներ։ Մարսի մթնոլորտը շատ նոսր է, բայց նրանում մշտապես առկա են երկաթի օքսիդներով հարուստ փոշու մանրագույն մասնիկներ։ Ցերեկը դրանք արևի լույսը ցրում են երկնքում, նրան տալով դեղնակարմրավուն երանգ։ Բայց երբ արեգակն իջնում է հորիզոնից ցած, լույսն անցնում է մթնոլորտի միջով շատ մեծ անկյան տակ։ Փոշու մասնիկները լույսի ալիքի տարբեր երկարություններ ցրում են տարբեր կերպ, և կապույտ լույսը հատկապես նկատելի է մնում արևային դիսկի կողքին։ Այդ պատճառով մայր մտնող արեգակի շուրջ առաջանում է բնորոշ կապույտ փայլ։ Մարդկությունն առաջին մարսյան մայրամուտը տեսել է դեռևս 1976 թվականին։ Այն լուսանկարել է Viking 1 վայրեջքային ապարատը։ Այդ ժամանակվանից ի վեր մայրամուտները նկարահանել են Curiosity-ն, Perseverance-ը և այլ ապարատներ։ Բայց կա ևս մեկ տարօրինակություն։ Մարսյան մթնշաղը կարող է տևել մինչև 2 ժամ արեգակի մայր մտնելուց հետո։ Պատճառը դարձյալ փոշին է։ Մթնոլորտում բարձր գտնվող նրա մասնիկները շարունակում են լուսավորվել արդեն հորիզոնի հետևում թաքնված արեգակով և ցրում են նրա լույսը։ Այնպես որ Մարսի վրա մայրամուտը պարզապես գեղեցիկ տեսարան չէ։ Նրա գույնով և տևողությամբ գիտնականները կարող են բառացիորեն ուսումնասիրել այլ մոլորակի մթնոլորտը։